Բլոգեր Քրիստինե Մարգարյանն իր ինստագրամյան հարթակում անկեղծ հրապարակում էր արել։ Նա վրդովված է, քանի որ սոցիալական ցանցերում տարածվել է մի տղայի տեսանյութ, ով մեղմ ասած հարգանքով չի խոսում մաքրուհու աշխատանքի մասին։ Առաջարկում ենք դիտել տեսանյութն առանց մեկնաբանության։ Ուրիշ իրացախքյանք մնալու է հավաքարար, որովհետև ոչ լեզու է սովորում, ոչ անում ինչ-որ մի բան հավաքարարի աշխատանքից բացի ուրիշ աշխատանք անել կարողանալու համար։ Պուտան, մենակ կարող է խոսքի պոլը մաքրի։ Հավաքարարության մեջ բան չկա, բայց եթե դու մենակ հավաքարար ես աշխատում քո սախքյանք, այ դրա մեջ բան կա։ Հիմա նա ով չի անում ավելին, որպես հավաքարար է մեռնելու է։ Նախ հավաքարար չի, մաքրուհի է, սկսենք այդտեղից, բարոյապես աշխատանք գնահատելի է լինում ու քո նմանները որ այսօր կարող է այտենց տղա հալով sense չակերտավոր եմ ասում կարողանում ես կանգնել այտենց խոսես ասեմ որ հիմնականում կանայք են լինում մաքրուհիներ ու ոչ լավ կյանքից Եթե դու այսօր քո կյանքում ստացվել է, որ այսօր գնում ես Դուբայում մի երկու հատ բան ես նկարում կամ ինչ-որ մի բանի հասել ես, դու ուրեմն չի կարելի վիրավորել, որ մաքրուհու հետ կապված դու ուզենաս այտենց բան խոսաս։ Ժամ 9 ժամ, 10 ժամ, 12 ժամ աշխատում են, որ այդ գումարը վաստակեն գնան իրանց տուն, իրանց երեխեքին ուտելու բան առնեն, հասցնեն, անաս դու շատ անմակարդակի պես պահեցիր քեզ, որ կպար մաքրուհիներին։ Ես երբևիցե ոչ մեկին չէի անդրադառնա ու շատ բաներ տեսնում եմ, անցնում եմ առաջ, բայց ինչ վերաբերվում է, որ դու կպնում ես մաքրուհիներին, հիմնականում մաքրուհիները նորից եմ կրկնում, լինում են կանայք, շատ վատ վիճակից ելնելով ընտրում են այդ աշխատանքը ու պահում են իրանց ընտանիքը, իրանց երեխեքին ու ինձանից քեզ խորհուրդ, քանի շուտ է, մի հատ ներողություն խնդրի, մաքրուհիների հետ կապված, որ նման արտահայտություն ես արել, կարծում եմ չգիտակցելով ես արել, որովհետև քո ծնողի պես ծնողներ են աշխատում մաքրուհիներ, տարբեր տարիքային սահմաններում, որ աշխատել են ու աշխատում են, ասում ես շատ կարողանա պոլ մաքրի, դու քո ծնողը ձեր տան պոլերը չի մաքրում, կամ որ դու որտեղ որ ապրում ես, քո պոլերը տենց գալի մաքրում են, երևի ինչ-որ մեկի ծնող գալիս է այդ պոլը մաքրում է, չես ամանչում, ուղղակի սենց նայում եմ, հիասթափություն առաջացավ, էլի, որ մանավանդ տղամարդը, տղեն հեռախոսը վեկալի, մի հատ է հավաքարարությունից խոս։ Նայում ես, ասում ես, էլի, ինչքան սենց մարդիկ կան, որ անկապ առանց գիտակցել խոսում են, օրինակ 50-60 տարեկան, դա 60 տարեկան կինը, ինչ գնա անգլերեն սովորի, որտեղ աշխարհի 60 տարեկան կնոջը, որտեղ են ընդունելու աշխատանքի, որ ինքը չընտրի մաքրուհին, ասենք խոսում են առանց գիտակցել, որ մարդը բարոյապես աշխատում է, որ իր ընտանիքը իր երեխեքին պահի, էլի, ասենք խոսում են ու չեն հասկանում ինչ, մի հատ նենց հետաքրքիր է կոնկրետ էս տղան, ինչի է հասել, ով է ինքը որ կարողանում է իրանից մեծ խոսա, որ իմանամ, հա, մի հատ եթե կարաք ասեք ճանաչողներ կլինեն, էլի, մի հատ որ ասեք ով է ինքը, ըստ դրա կհասկանանք, էլի, արժի շատ խորանալ թե չէ, որովհետև իրականում շատ սխալ ու շատ վիրավորական մայրերի նկատմամբ խոսակցություն է տարել։ Երեկո ձեզ, մաման հետս կռիվ է անում ժողովուրդ, ասում է մարտի 8-ը մեր մամաների օրն է, տոնն է։ Ես է բացատրում եմ, որ մարտի 8-ը ջոել աղջիկների տոնն է, ապրիլի 7-ն է, մայրության եւ գեղեցկության տոնը։ Իհարկե մարտի 8-ին էլ ենք մենք նվեր անում մեր մամաներին ու միշտ ենք անում, բայց մարտի 8-ը աղջիկների օրն է, էլի մայր։ Ոչ։ Ինչու՞։ Այդ միջև ապրիլի 7-ը որ ստեղծվել է, միջև այդ մարտի 8-ը ա եղել միշտ։ Ու դա մեր տոնն է եղել։ Հա։ Այո։ Մենք չլինենք այդ ձեր գեղեցկությունը ուրդուս պատիլներ։ Լավ, всё, որ ասում է, ուրեմն տենց է։ Մարգարյանն իր ինստագրամ սոցիալական հարթակում հրապարակել է ամուսնու հետ համատեղ լուսանկար։ Քանի որ նա նախկինում անձնական հրապարակումներ չէր անում, լուսանկարը հետևորդների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Հատկանշական է նաև նշել, որ հետևորդների քանակը զգալիորեն ավելացավ այն պահից, երբ Քրիստինեն անսպասելիորեն հայտնեց երեխայի սպասելու լուրի մասին։ Քանի որ նա իր էջում ամուսնու հետ հրապարակումներ չէր արել եւ անձնական կյանքի մեծ մասը հանրությանը անհայտ էր, հետաքրքրությունն իր անձի շուրջ էլ ավելի ավելացավ։ Օրերս Քրիստինեն իմացել է նաև երեխայի սեռը։ Նա այս մասին իր էջում հոլովակի տեսքով հայտնել է հետևորդներին, որն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Հեյ, ինձ լսում եք, չէ՞։
Ես անսահման երջանիկ եմ, որ հենց այս ընտանիք եմ գալիս։ Եվ որ հենց դուք եք իմ ծնողները։ Մամ, իմ գեղեցկուհի մայրիկ, ես ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որ այսքան գեղեցիկ վայրում եմ ես։ Ես տեսնում եմ, որ դու ամեն ինչ անում ես դրա համար։ Ուզում եմ ասել շնորհակալություն քեզ։ Պապ, իմ ամենաուժեղ հայրիկ, ես ուզում եմ ասել, որ դու ամենապայքարող ու ամենաաշխատասեր հայրիկն ես։ Քեզ էլ շնորհակալություն։ Եվ ուզում եմ ասել, որ ձեզնից եմ սովորել անսահման սիրել եւ շնորհակալ եմ, որ հենց ձեզ եմ սիրել, առաջինը։ Իսկ հիմա արդեն ժամանակն է, որ ասեմ, թե ով եմ ես։ Եվ այսպես, ես ձեր ամենաուժեղ տղան եմ։ Այո, սիրել։ Քրիստինան փոքր հասակից փորձել է մայրիկին ուրախացնել։ Կա արդյոք պատճառ։ Գուցե տխուր էր իրականությունն ու ինչ որ բան այն չէր։ Կար շատ ցավոտ պատմություն։ 17 տարեկան եմ եղել, որ մայրս ունեցել է հիվանդություն։ Դպրոցս չէի ավարտել, 9-րդ դասարան էի։ Դրանից հետո պետք էր ինչ-որտեղ ընդունվեի, սովորեի, բայց ինձ այդ ամեն ինչը խանգարել է։ Մայրս ուներ բարդ խնդիրներ, ասում էին ուռուցք կա, բայց ես մինչև վերջ չեմ հավատացել։ Անցնում է մի որոշ ժամանակ, ստուգվում է, ասում են չկա այդ խնդիրը, բժշկվել է։ Մեհերի հարցին, թե կան արդյոք գաղտնիքներ, որոնց մասին կուզենար խոսել, Քրիստինան ճակերտավոր ասված անկեղծացավ, հումորով պատասխանեց հարցին։ Մեկ բան եմ ուզում բարձրաձայնեմ, շատ քչերը գիտեն, ինձ փոքր ժամանակ որդեգրել են։ Չէի ուզում դրա մասին խոսել, 14 տարի եղբայրս մեծ է ինձանից։ Մայրս ինձ չի ունեցել, 14 տարի անց հայրիկիս հետ որոշում են կարելի է որդեգրել Քրիստինային ու որդեգրում, ինչի համար շնորհակալ եմ։ Շատերին է հետաքրքիր, որտեղ է Քրիստինայի հայրը։ Իմ հայրը 3 տարեկանում գնացել է Ռուսաստանի Դաշնություն։ Շատ եմ զգացել հորս կարիքը, պապայի բաց թողումը ոչ մեկ չէր կարող լրացնել։ Թեպետ կապը կա, շփվում ենք, իմ ծնողն է, շատ սիրում եմ, բայց մամաս ա ինձ պահել, մեծացրել մեծ դժվարություններով։ Արդյոք անընդհատ աչքի առաջ լինելը այդ կերպարը Ինստագրամի չի խանգարում անձնական կյանքը դասավորել։ Կարծում եմ չի խանգարել կամ չի խանգարի, չեմ անում նենց բան, որ վաց կամ ինձ։ Երբևիցե չի եղել իմ կողմից ավելորդություն, անձնականի հետ կապված երբ լինի նորություն, անպայման կկիսվեմ այդ մասին էջում։